Վաշինգտոնը կհրաժարվի ռուս-ուկրաինական խաղ համաձայնագրի կնքման ջանքերից, եթե մոտորերս այդ հարցով առաջընթաց չգրանցվի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Փարիզում Եվրոպայի և Ուկրաինայի առաջնորդների հետ հանդիպումից հետո։ Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը պնդել է, թե Վաշինգտոնը չի պատրաստվում շաբաթներ և ամիսներ շարունակ ջանքեր գործադրել, քանի որ ունի նաև այլ առաջնահերթություններ, որոնց վրա պետք է կենտրոնանա։ Այսօր առավոտյան ռուսական հրթիռային հարվածների հետևանքով Խարկովում բազմահարկ շենք է վնասվել, մեկ մարդ մահացել է, ավելի քան 9 տասնյակ, այդ թվում 7 երեխա վիրավորվել։ Ուկրաինայի ազգային ոստիկանությունը հայտնել է, որ ռուսական ուժերը Խարկովի խիտ բնակելի հատվածին հարվածել են Իսկանդեր հրթիռային համալիրից։ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները 30 օրով չթիրախավորելու շուրջ համաձայնության ժամկետը սպառվել է, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հավելելով, որ այդ հարցով հանձնարարական նախագահ Պուտինի կողմից չկա։ Կարճատև հրադադարը միակ համաձայնությունն է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին հաջողվել էր ստանալ Ռուսաստանից 3 տարի շարունակվող պատերազմը դադարեցնելուն ուղղված միջնորդական ջանքերի ընթացքում։ Ուկրաինան և Միացյալ Նահանգները ընդերքի մասին համաձայնագիր կնքելու մտադրությունը հաստատող հուշագիր են ստորագրել։ Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն հայտարարել է, որ փաստաթուղթը հաստատում է ուկրաինացի ժողովրդի հետ ազատ, ինքնիշխան և ապահով Ուկրաինայում ներդրումներ անելու ամերիկացիների ձգտումը։ Շաբաթներ առաջ Վաշինգտոնը և Կիևը սկզբունքային համաձայնության են եկել հազվագյուտ մետաղների, կարևոր օգտակար հանածոներ և այլ բնական ռեսուրսների համատեղ շահագործման շուրջ առանց անվտանգության երաշխիքների, գործարք, որն ըստ կողմերի կարող է նպաստել արդեն 3 տարուց ավելի շարունակվող ռուսական պատերազմի դադարեցմանը։ Իրանը կարծում է, որ միջուկային ծրագրի շուրջ համաձայնություն հնարավոր է և հույս ունի, որ Ռուսաստանը դեր կխաղա այդ գործընթացում։ Այս մասին Մոսկվայում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ռուսաստանցի պաշտոնակցի հետ հանդիպումից հետո։ Սերգեյ Լավրովն իր հերթին հայտարարել է, Մոսկվան պատրաստ է օգնել, միջնորդել, ցանկացած դեր խաղալ, որն Իրանի տեսանկյունից կլինի օգտակար և որն ընդունելի կլինի Միացյալ Նահանգների կողմից։ Իրանի արտգործնախարարի այցը Ռուսաստան տեղի է ունենում Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջուկային ծրագրի վերաբերյալ Հռոմում նախատեսված բանակցությունների երկրորդ փուլի նախաշեմին։